Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ փոխանցելու, մեր հոգին սնելու, մեզ կրթելու եւ դաստիարակելու։ Այսօրվա սերտողության թեման է Եսայա 50-րդ գլխից սկսած։ Եսայա 50-րդ գլուխ։ Իսրայելը իր մեղքի պատճառով է թողտրված, Տիրոջ ծառան է բերում փրկություն։ Հավատացեք, միայն մեղքի պատճառով մենք կթողենք Աստծուն եւ Աստված կթողի ձեզ։ Ամեն։ Ուրիշ բանը չի զատի մեզ Աստծո սիրուց եւ Աստված մեզից չի հեռանա։ Միայն մեղքը, նզովքը մեզ կբաժանի Աստծուց։ Էդի մի արեք, ու եթե հայրն ու մայրը ասում են իրան նորածին մանուկը փողոցը նետեն, Աստված մեզ չի թողի, ամեն, բայց որ մեղքը մտավ քո մեջ, նա կգարշի կհեռանա ու դու ինքնստինքյան կնետվես փողոց։ Դևերի գիրկը եւ դևերը իշ ճակատագրի կարժանացնեն քեզ, դա էլ Աստված գիտի։ Ուրեմն Իսրայել իր մեղքի պատճառով է թողտրված, Տիրոջ ծառան է բերում փրկություն։ Այսպես է ասում Տերը. ուր է ձեր իսրայելացիների մասին է խոսում։ Ուր է ձեր մոր ապարզանի թուղթը, մայր այդ ծախված առաջնորդներն են, որով ես նրան արձակել եմ։ Կամ որն է իմ պարտատերներիցը, որին ծախել եմ ձեզ, որ դու գերի եք գնացել, հարեկապատ սեկետի կողա, ես իրանցը պարտքեմ էլ է, որ ձեզ տվել եմ պարտքի տեղ։ Ոչ, հիմա բացատրում է, ձեր մեղքերի պատճառով եմ ձեզ հանձնել գերության։ Ահա դուք ձեր անօրինեությունների համար եք ծախվել, ով փառասեր հրեաներ իսրայելացիներ, եւ ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակել ձեզ։ Ես թողել եմ ձեզի ձեր մեղքերի պատճառով։ Այստեղ երկրորդ խոսքում տպագրական թերություն կա։ Ինչուի առաջ բացեք փաղագիծը եւ չկար փակեք։ Ինչու համար ես եկա, մարդ չկար։ Այսքան առեք փաղագծի մեջ գրեք երկրորդի սկիզբը, ինչու համար ես եկա եւ մարդ չկար։ Հիմա կարդում եմ ուղղածը։ Ինչի համար ես ձեզ ապաշխարության կանչեցի եւ չապաշխարեցիք։ Ամեն, ոչ մեկը նորմալ չի ապաշխարը, այդ նկատի ունի։ Հիմա կարդում եմ երկուսը ուղղած։ Ինչի համար ես ձեզ ապաշխարության կանչեցի եւ չապաշխարեցիք։ Ես որ կանչեցի, պատասխանող չկար։ Միթե իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չկարողանայի փրկել։ Եվ կամ թե ես զորություն չունեի ազատելու, կարեի ազատեի թե գերությունից, թե ցավերից, թե փորձանքից։ Ահա ես իմ սաստելով ցամաքեցնում եմ ծովը, դա բացատրում է թե ինչ զորություն ունի Աստված եւ ինչ կարողանի իրեն նվիրյալ զավակների համար։ Ահա ես իմ սաստելով ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նրանց ձուկերը ջուր չլինելուց եւ մեռնում են ծարավից։ Դա ամենակարող զորությունն է ասում։ Երկինքներին խավար եմ ակցնում եւ էլի տպագրական թերություն կաստե, եւ նրանց ծածկոցը քուրձ եմ շինում, եւ նրանց ծածկոցը քուրձ եմ շինում, արեք փաղագծի մեջ ու գրեք։ Եվ նրանց սևացնում եմ մազեղեն քուրձի պես։ Սա է տպագրությունը ուղղած գրվածքը։ Հիմա կարդում եմ նորից երրորդը։ Երկինքներին խավար եմ հագցնում եւ նրանց սևացնում եմ մազեղեն քուրձի պես։ Չեն կարկուտի ժամանակ, որ պետք է կարկուտ գա, ինչ սև ամպեր են գալիս ու պատում։ Հիմա այստեղ խոսում է 4-րդ խոսքից խաչի ճանապարհում քայլող քրիստոնյայի հետ կատարվելիք գործերի մասին։ Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, ով խաչի ճանապարհը քայլում է, իր լեզուն, իր մտածելակերպը, իր ամեն ինչը փոխվում է։ Հիմա ով որ այդ խաչի ճանապարհը մտած չի, նա արագախոս է, ստախոս է, չարը մտածողը, չարը խոսողը, ամեն, իսկ ով որ մտնում է այդ խաչի նեղուփշոտ ճանապարհը, իր կյանքը փոխվում է եւ այս վարքագիծը օր-օրի իրեն սեփականությունն է դառնում։
ու ասում է այսպես. Տեր Հովհաննեսի առաջին ընդունեք Հիսուս, ետքը ճշմարիտ հովիվներ, ճշմարիտ ապաշխարող քրիստոնյաներ։ Տեր Եհովան ինձ ուսումնավար, չի ասում արագավար, ուսումնավար, ուսումով, գիտությունով լեցուն լեզու է տվել, ամեն, որ գիտեի, որ բարից հետո ինչը խոսի, մարդկանց հասկացողությունը չափելով, նա մտածում է ոնց խոսի, որ դիմացինը հասկանա, ամեն, դա ուսումնավար լեզուն է։ Տեր Եհովան ինձ ուսումնավար լեզու է տվել, որ գիտենամ ուշադիր վաստակածին օգնել, մխիթարել խոսքով, ամեն, այդ դա է այդ լեզուն, որ հոգնածին հասկանում ես, վաստակածին մխիթարում ես, տկարին խոսելով այդ տկարությունից վեր ես անում ու տկարությունները բժշկում ես։ Սա ուսումնավար լեզուն է, չէ՞ որ այդ բերանիցը 10 խոսք է դուրս գալիս եւ մխիթարում է, եւ բժշկում է, եւ դևերին վտարում է, ամեն։ Ուրեմն Տեր Եհովան ինձ ուսումնավար լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով։ Նա զարթեցնում է ամեն առավոտ։ Իմացեք Եհովան, Հիսուս Քրիստոսն է գալիս արտասնում, որ լես աղոթք անես ու գիրք կարդաս։ Որ օրը աղոթքով գրքով չի սկսվում անիծված օր է դառնում։ Նա զարթեցնում է ամեն առավոտ, զարթեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես։ Տեր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չհակառակեցի եւ ետ չդարձա։ Ստեղ էլի տպագրական թերություն կա։ Չհակառակեցի, ետ չդարձա, գրեք ուղղածը։ Չհրաժարվեցի ու ետ չդարձա խաչի ճանապարհը քայլելուց եւ անձը խաչելուց, որտեւ այդ ճանապարհի մեջ մարդը հիասթափություն է ապրում եւ ուզում է ետ դառնա։ Նորից եմ կարդում էտի լիովին։ Տեր Եհովան բացել է իմ ականջը եւ ես չհրաժարվեցի ու ետ չդարձա խաչի ճանապարհը քայլելուց եւ անձս խաչելուց։ Այդ թերությունը ուղղեք։ Իմ թի, տեսեք խաչի ճանապարհի մեջ ինչ պիտի պատահի մեզ, դրա մասին գրված է, հիասթափություն կարող է ապրես, կարող զզվես, կարող ուզես հրաժարվել, կարող ուզես ետ գնաս աշխարհ, ինչպես իսրայելացիները սրտով Եգիպտոս դարձան։ Դրա մասին է խոսում։ Իմ թիկունքը տվի հարվածողներին, թքեցին, անարգեցին, ծեծեցին, ինչը գիտեք իմ հետ կատարվելիք ու ձեր հետ կատարվածները։ Իմ թիկունքը տվի հարվածողներին եւ իմ ծնոտը կրփողներին, տեղ կասում է փետրողներին, մորուքը փետրեցին։ Իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թուքից։ Պիտի գան թքեն վրետ, փետրեն մորուքդ, ծեծեն, ու դու ասես հայր, ներիր, քանզի կույրեն չեն հասկանում։ Եթե այս բաները քո հետ չի կատարվե, ով հովիվ, դու վարսկան հովիվ ես, դու ապորենի ես կարգվել, դու չես կարես հալածանքի մեջ գտնվողներին օգնես ու ճշմարիտ ճանապարհը առաջնորդես, որտեղ քո համար դա խորտ է, դու եսասեր հովիվ ես ու չես կարա այս ճանապարհը չանցնելով ուրիշներին անցկացնես։ Նորից եմ կարդում իմ թիկունքը տվի հարվածողներին եւ իմ ծնոտը կրփողներին, նաեւ փետրողներին գրեք, եւ իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թուքից, գան թքեն վրետ, ասես այրներ կույրեն չեն հասկնում, ինչը որ ստե գրված է պետք է կատարվի քեզ հետ։ Սակայն Տեր Եհովան օգնում է ինձ, նրա համար ամոթապար չեմ լինի, ինչպես ինձ չթողեց, որ ես ամոթով մնայի ու բարձրացրեց, օրհնեց, հիմա թքողները իրոք ծնկի են գալիս, իրոք ասում են քո Աստվածը կենդանի է, եւ շատերն էլ ասում են մենք էլ են գալիս երկրպագելու, հեսա մեկն էլ տեմս նստած, ամեն։ Սակայն Տեր Եհովան օգնում է ինձ, նրա համար ամոթապար չեմ լինիլ, նրա համար իմ երեսը գայլախազի պես շինեցի։ Էլի տպագրական թերությունը գրեք ուղղածը։ Տիրոջը ապավինեցի եւ նրանով ամրապնդվեցա եւ ամուր դարձա, գայլախազ քարի նման ամուր դարձա։ Հիմա կարդում եմ լրիվ խոսքը այդ 7-ի կեսից։ Սակայն Տեր Եհովան օգնում է ինձ,
նրա համար ամորթապարտ չեմ լինիլ, նրա համար Տիրոջը ապավինեցի և նրանով ամրապնդվեցա և ամուր դարձա գայլախաս քարի պես և գիտեմ, որ պիտի չամչնամ, ալելույա, ինձ արդարացնողը մոտ է, ով է ինձ հետ վիճում, էսի լրիվ ապաշխարության ճանապարհի մեջ քայլող մարդուն արձակվող մտքերն են, որ դու այդ մտքերին ես պատասխանում, քեզ այդ խոսողի պատասխանն ես տալիս։ Ես գիտեմ, որ պիտի չամչնամ, ինձ արդարացնողը մոտ է, ով է ինձ հետ վիճում, միասին կագնենք, ով է իմ դատախազը, թող մոտենա ինձ, ահա Տեր Եհովան օգնում է ինձ, պահում է ինձ, իմ Տերն է, իմ դատապաշտպանն է, իմ փաստաբանն է, իմ բրկիչն ու կյանքն, ամեն, ով կարա ինձ մեղադրի, ահա Տեր Եհովան օգնում է ինձ, և ով է, որ ինձ հանցավոր հանե, ահա նրանք ամենքը, գնաց էսի արդեն մեզ նեղություն, շորի պես պիտի մաշվին, ցեցը պիտի ուտե նրանց, այդ հալածողներին, այդ չարչարողներին, մեզ նեղության մեջ բնաջինջ են լինելու։ 10-րդ խոսք։ Ով կա ձեզանում Տերից վախեցող, նրա ծառայի ձայնին լսող։ Ստեղ նորից տպագրական թերություն կա 10-ի մեջ, որ գնում է խավարում և ճառագայթ չունի։ Հիմա կարդում եմ ուղիղը։ Ով կա ձեզանում Տերից վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ առանց լույսի խավար տեղերն է մտնում և չի վախենում, ամեն, որ առանց լույսի խավար տեղերն է մտնում և չի վախենում, թող նա ապավինի Տիրոջ անվանը և իրեն գցե իր Աստծոյի վրա, ամեն, իր ամեն հոգսը գցե իր Աստծոյի վրա, ահա դուք ամենքդ, սի կրակ արդեն 11-րդ խոսքը խոսում է հեթանոս կրակապաշտ պիղծ ազգերի մասին, որ պիտի բնաջինջ լինեն։ 16-րդ խոսքը կարա գրեք կրակին պաշտողները, ահա դուք ամենքդ, որ կրակ է գվառում և կայծերով շրջապատվում, տրնդեզի պաշտողները, որ կրակը վառում են, թռվռում են ու ասում են տիարն ընթառաջ, դա նշանակում դևն ընթառաջ, տիար չկա, տեր չկա, կրակապաշտության ոգին է։ Ահա դուք ամենքդ, հիշեք Եսայի 50:11, ահա դուք ամենքդ, որ կրակ է գվառում և կայծերով շրջապատվում, գնացեք ձեր կրակի վառվածքի մեջ և ձեր կրակտված կայծերի մեջ, սա իմ ձեռքիցը եղավ ձեզ համար, էսի Աստված ասում, սա իմ ձեռքիցը եղավ ձեզ համար դատաստան, կրակն եք սիրում, կրակն եք պաշտում, կգնաք անմարելի կրակի լիճը, սա իմ ձեռիցը եղավ ձեզ համար, դուք ցավով պիտի պառկեք, ստե ցավով պիտի պառկեք կարա գրեք, երկրի վրա տառապելով և տանջվելով, վերջում էլ չարչարվելով, մեռնելով կրակի լիճ եք գնալու, դա է նշանակում ցավով պիտի պառկեք։ Այսքանով ավարտեցինք Եսայա 50-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Գլուխ 51-րդ Արդարները գալիս են տուն մեծ տառապանքից, գերեդարձություն և հազարամյա թագավորություն, դրա մասին է խոսում, Սիոնում, որը Երուսաղեմն է, Սինա լեռը չէ, Սիոն բերդը Երուսաղեմումն էր բնակվում, դրա համար որտեղ գրված է ով Սիոնի աղջիկ քո թագավորը քեզ է գալիս, Սիոնում ուրախություն կա, դա Երուսաղեմն է, ամեն, իսկ Սինասարը դա Եգիպտոսի և Իսրայելի արանքում գտնվող անապատում բարձր սարեր, ամեն։ 51-րդ գլուխ Ինձ լսեցեք, ով արդարության հետևողներ, էսի արդար ու սուրբ կյանք ապրողներն են, որոնք պիտի արժանան հափշտակությանը և որոնք կմտնեն հազարամյա թագավորություն։ Ինձ լսեցեք, ով արդարության հետևողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցեք այն վեմին, որից դուք կտրված եք, այն հորի գուբին, որից փորված եք, նայեցեք ձեր հայր Աբրահամին, հետ էր, վաղում էր դեպի հայր Աբրահամին, նայեցեք ձեր հայր Աբրահամին և ձեզ ծնող Սարային, որովհետև մեկ հատ էր նա, որ ես կանչեցի,
բայց ես նրան օրհնեցի եւ նրան բազմացրի։ Եվ Աբրահամը մեկ հատ էր, Սառան էլ ամուլ էր, չէր ծնում, բայց Աբրահամի եւ Սարայի հավատարիմ քայլելու պատճառով Աստված օրհնեց եւ ծովի ավազից շատ սերունդ պարգևեց նրանց։ Ամեն։ Որովհետեւ էսի գնաց արդեն Ազարամյա 3-րդը։ Որովհետեւ Տերը պիտի մխիթարե Սիոնին, երբ Ազարամյակում պիտի մխիթարե նրա բոլոր ավերակները եւ նրա անապատը դրախտի նման պիտի շինե։ Էսես բաներ որտեղ գրված է, դա Ազարամյա թագավորության ժամանակա, որ անապատը պիտի Բուրաստան դառնա, չոր ու ցամաք երկիրը պտղաբերի։ Էդի միշտ ձեր մոտ նշեք, թե Երեմիա մարգարեության մեջ, թե Եսայու, ստե 51-ում մեծամասամբ տեղ-տեղ խոսում է Ազարամյակում կատարվելիք բաների մասին։ Երրորդից նորից կարդում եմ, որովհետև Տերը պիտի մխիթարե Սիոնին, պիտի մխիթարե նրա բոլոր ավերակները, եւ նրա անապատը դրախտի նման պիտի շինե, եւ նրա ամայի տեղը Տիրոջ պարտեզի պես, ալելույա։ Ցնծություն եւ բերկրություն պիտի գտնվի նրանում, Իսրայելում, Սիոնում, Երուսաղեմում եւ ամբողջ Իսրայելում, կարամ ասեմ նաեւ ամբողջ աշխարհում։ Ցնծություն եւ բերկրություն պիտի գտնվի նրանում, գովասանության եւ օրհնաբանության ձայն։ Ուշադիր եղիր դեպի ինձ, էսի Աստված ասում, ով իմ ժողովուրդ եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր, որովհետեւ ինձանից օրենք է դուրս գալու եւ իմ իրավունքը իբրև լույս պիտի հաստատեմ ազգերի, հեթանոս ազգերի համար, սա Ազարամյակա։ Մոտ է իմ արդարությունը, դուրս է եկել իմ փրկությունը, իմ բազուկները դատում են ժողովուրդներին, կղզիները ինձ են հույս դնում։ Մեզ նեղություն Ազարամյա թագավորությունը սխարը գրած աստե։ Արդեն ով հոգով կարդում է, դանդաղ կարդում է, հասկանա, որ ամբարիշտ հեթանոս ազգերը կդատվեն մեզ նեղության մեջ եւ մնացորդը կմտնի Ազարամյա թագավորություն։ Կղզիները ինձ են հույս դնում, էսի Աստված է խոսում, եւ իմ բազուկին ապավինում։ Բարձրացրեք ձեր աչքերը դեպի երկինք եւ նայեցեք երկրին դեպի ցած, որովհետեւ երկինքը ծուխի պես պիտի ցրիվ գա ու երկիրը հանդերձի պես պիտի մաշե, էսի մեզ նեղության մեջ, ու դրանց հետո Ազարամյա։ Եվ նրա բնակիչները այսպես պիտի մեռնեն, բայց իմ փրկությունը հավիտյան պիտի լինի եւ իմ արդարությունը չի պակասիլ Ազարամյակում, ամեն, ամբարիշտերը կբնաջնջվեն եւ մնացորդը կմտնի Ազարամյա թագավորություն։ Լսեցեք ինձ, Աստված է խոսում, ով արդարությունը ճանաչողներ, էսի սրբերն են, որոնք Տիրոջը ծառայեցին։ Լսեցեք ինձ, ով արդարությունը ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրենքը ունիս սրտումդ։ Մի վախենակ մարդկանց նախատինքից, ձեզ հալածողներից ու չարչարողներից, մի վախենակ մարդկանց նախատինքից եւ նրանց բամբասանքից մի զարհուրիք, որովհետեւ ցեցն է ուտելու նրանց հանդերձի պես, էլի մեզ նեղություն Ազարամյա թագավորություն, որովհետև ցեստ է ուտելու նրանց հանդերձի պես եւ մեծը ուտելու է նրանց բուրդի պես, բայց իմ արդարությունը հավիտյան պիտի լինի երբ Ազարամյակում եւ իմ փրկությունը հավիտյանս հավիտենից։ Զարթնիր, զորություն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերի պես, հին դարերի պես, միթե դու այն չես, որ էսի Աստծո գործերի մասին է խոսում, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր, սա խոսում է եգիպտացիների բնաջնջումը եւ Փարավոնի բնաջնջումը Կարմիր ծովի մեջ, ամեն, Ռահաբը եգիպտացիներն են, վիշապն էլ Փարավոնը։ Սաղմոս 136:19-ն էլ հաստատում, որ Փարավոնը խեղդվել է Կարմիր ծովի ջրերի մեջ իր բոլոր զորքի հետ միասին, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր, միթե դու այն չես, որ ծովը ցամաքեցիր, արդեն գիտեք, Կարմիր ծովը ու ժողովուրդը
չոր ցամաք ոտքով անցան։ Միթե դու այն չես, որ ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջրերը, որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկվածներին անցկացնելու համար, եւ Տիրոջ փրկվածները ետ պիտի դառնան, եւ գան Սիոն, գնաց Ազարամյա թագավորություն արդեն ըստեից, եւ գան Սիոն ցնծալի երգերով, կարա գից քաշեք, ես որտեղից որ ասում եմ գրեք, որ սերտողությանը ձեզ համար հեշտ լինի։ Տիրոջ փրկվածները ետ պիտի դառնան եւ գան Սիոն ցնծալի երգերով եւ հավիտենական ուրախություն պիտի լինի նրանց գլխին, ցնծության եւ ուրախության պիտի հասնեն այդ բոլոր տառապանք տեսած ժողովուրդը, պիտի փախչեն տրտմությունը եւ հեծությունը, ժողովրդից պիտի փախչեն, հեռանան տրտմությունը, տառապանքն ու հեծությունը։ 12 խոսք։ Ես եմ ձեզ մխիթարողը։ Հասկանում եք, բացատրում է հույսերը դրեկին վրա եւ չեք ամաչի։ Ես եմ ձեզ մխիթարողը։ Դու ով ես, որ վախենում ես մահկանացու մարդից, այդ հեթանոց չար հալածողներից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինված, երբ ուզա հոգին կվերցնի եւ նա խոտի պես կչորանա։ Եվ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում, եւ վախենում ես միշտ ամեն օր բռնավորի բարկությունից, այդ մարդկանց բարկությունից, որ գալիս բղավում են ու դու վախենում ես, չես հասկանում, որ քո Տերն ու ապավենն ու պահապանը ես եմ։ Եվ վախենում ես միշտ ամեն օր բռնավորի բարկությունից, որ կարծես թե պատրաստ է քեզ կորցնելու, բայց ուր է բռնավորի բարկությունը։ Կալանավորը շուտով պիտի արձակվի եւ չի մեռնիլ գուբի մեջ։ Էսի գերեդարձության մասին է խոսում, որ գերի գնացած բոլոր կալանավորները ետ են գալու Իսրայել եւ Ազարամյա թագավորության մեջ ուրախանալու են։ Կալանավորը շուտով պիտի արձակվի եւ չի մեռնիլ այդ գուբի մեջ, այդ ծառայության, այդ օտար երկրյա հեթանոսների լույսի տակ նա չի մեռնելու եւ նրա հացը չի պակասիլ։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ սաստում եմ ծովին, երբ որ նրա ալիքները աղմուկ են հանում։ Զորած Եհովա է իմ անունը, եւ իմ խոսքերը դրի քո բերանումը, եւ իմ ձեռքի հովանիովը ծածկեցի քեզ, որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիոնին, իմ ժողովուրդն ես դու։ Դե արդեն էսի գերի դարձած արդեն ժողովրդին Ազարամյա թագավորության մեջ։ Հիմա 17-ից գնում ենք մեզ նեղություն մինչև 21 խոսքը։ Զարթնիր, տպագրական թերություն ասա, ուշադիր որ ուղենք։ Զարթնիր, վեր կաց։ Զարթնիրից առաջ փագագից դրեք, վեր կացից հետո փակեք ու գրեք։ Ապաշխարիր եւ զորություն ակիր։ Սա է զարթնիր վեր կաց։ Էսի Երուսաղեմին կոչ անում։ Ապաշխարիր եւ զորություն ակիր, ով Երուսաղեմ։ Էսի մեզ նեղության մեջ է հորդորում, էլի, հələ խելքի արի, ելքո Տիրոջը փնտրա։ Ապաշխարիր ու զորություն հագիր, ով Երուսաղեմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նրա բարկության բաժակը, սիլրիվ մեզ նեղությունը, որ թմրության լայնադիր բաժակը խմեցիր, քամեցիր, մի առաջնորդող չունի իր ծնած բոլոր որդկանցից։ Մի նորմալ մարդ չկա, մեզ նեղության մասին է խոսում, որ առաջնորդի այդ մոլորյալ ժողովրդին, եւ ձեռքիցը բռնող չկա իր մեծացրած բոլոր որդկանցից։ Երկու բաներ են, որ քեզ պատահել են, ով է կարող քեզ մխիթարել։ Էսի Երուսաղեմին, Իսրայելին ասում, մեզ նեղության մեջ։ Երկու բաներն են, որ քեզ պատահել են, ով է կարող քեզ մխիթարել։ Կործանումը ու կոտորած եւ սով ու սուր։ Ես քեզ որովը մխիթարեմ։
քո որդիքը նվաղած պարկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մեջ փաթաթված վայրի այծի պես, որոնք լիքն են Տերոջ բարկությունով է, քո Աստծոյ հանդիմանությունով է, ուրեմն էլի մեզ նեղություն է խոսում ու գալիս է հազարամյակստե, ուրեմն լսիր այս ով խեղճ եւ ով արփած, բայց ոչ թե գինիով, ստե պրծավ մեզ նեղությունը, այսպես է ասում քո Տեր Եհովան եւ քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովուրդը, ահա առնում եմ ձեռքիցդ թմրության բաժակը եւ դու այլևս պիտի չխմես այն, ամեն, հազարամյակում պիտի օրտնված լինես, բայց նորից գնաց մեզ նեղություն, եւ դու այլևս պիտի չխմես այն, եւ նրան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, ես արդեն խոսում եմ, որ հեթանոսներն էլ պիտի պատժվեն, համ Իսրայելն է պատժում մեզ նեղության մեջ ու գալում մտնում հազարամյակ, բայց հեթանոսները չունեն պատժից օգուտ, մեծամասնությունը բնաջինջ են լինում, մի փոքրիկ մնացորդա նրանցից մտնում հազարամյա թագավորություն, եւ դու այլևս պիտի չխմես այն, այդ բարկության բաժակը, վերջ, այդ երկու վերջի յոթնյակը դրանով ավարտվում է, եւ նրան դնում եմ քեզ հարստահարողների, այդ հեթանոսների ձեռքին, որոնք ասում էին քո անձին, ծռիր, որ մենք ասնենք, էլի կզիր, որ թռնենք քո վրայից, ծռվիր, ոտի տակ տանք, որոնք ասում էին քո անձին, ծռիր, որ մենք ասնենք, եւ դու քո մեջքը երկրին հավասար արիր եւ փողոցի պես անցուդարձողների համար, եւ հեթանոսները կողկրտեցին, բնաջնջեցին, ինչ ուզեցին են արեցին, բայց էլ հավիտյանս հավիտենից չի լինելու, ամեն, թող փառավորվի Հիսուս Քրիստոսը, այսքանով ավարտեցինք Եսայա 51-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը, ամեն, մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։